Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերի այցը Հայաստան և նշել, որ վերջին ժամանակահատվածում երկու երկրների միջև համագործակցությունը բարձրացել է նոր մակարդակի։ Երկրի ղեկավարի խոսքով ԱՄՆ-ի հետ գործընկերությունը նորովի է ընկալվում ինչպես կառավարության, այնպես էլ հայ հանրության շրջանում։ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ-ի և նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործում։ Վարչապետը կարևորել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների և դրանց իմպլեմենտացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը, նախատեսված ժամանակացույցի համապատասխան։ Երկրի ղեկավարն ընդգծել է նաև ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերություններում ձևավորված հարուստ օրակարգի փաստը, որը ներառում է տարբեր ոլորտներ ու ուղղություններ։ Պետքարտուղարի տեղակալը նշել է, որ Երևան է այցելել նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի սահմանած տեսլականն առաջ մղելու համար։ Հուքերն ասել է, որ Երևանում է քննարկելու առևտրի, ներդրումների, ենթակառուցվածքների, տարածաշրջանային կապի և անվտանգության ոլորտներում համագործակցությունը խորացնելու հարցերը։ Նա ընդգծել է պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քալթերի գլխավորությամբ երկկողմ աշխատանքային խմբերի գործունեության մեկնարկի փաստը, որի նպատակն է պատմական գագաթնաժողովին ընդունած երկկողմ համաձայնագրերը կյանքի կոչելը և միջազգային խաղաղության ու բարգավաճման համար Թրամփի ուղին զարգացնելը։ Պետքարտուղարի տեղակալը շեշտել է, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև շարունակական գործակցությունը զուգորդված Հայաստանի և Ադրբեջանի միջև լիարժեք խաղաղության համաձայնագրի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի հետ խոստանում է բացել Հարավային Կովկասը, որպես կենսականորեն կարևոր առևտրային ուղի։ Նրա համոզմամբ սա կստեղծի նշանակալի օգուտներ և ամերիկացի և հայ ժողովուրդների համար, ինչը հնարավոր է դարձել նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի առաջնորդության շնորհիվ։ Զրուցակիցները քննարկել են վարչապետ Փաշինյանի և նախագահ Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, աշխատանքային խմբերի գործունեությանը, TRIP նախագծի իրականացմանը և առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հետ քննարկել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր։ Նախարարը գոհունակությամբ նշել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգի ընդլայնման, ռազմավարական գործընկերությունը նոր բովանդակությամբ և կոնկրետ նախաձեռնություններով հագեցնելուն միտված քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան, ինչպես նաև հաստատված խաղաղության հետևողական ամրապնդման հարցում ԱՄՆ շարունակական ներգրավվածությունը։ Ընդգծվել է Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի կարևորությունը ավելի լայն աշխարհագրությամբ տրանսպորտային և այլ կապուղիների ցանցի զարգացման հարցում։ Հաշվի առնելով, որ լրանում է Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի խորհրդանշական 100-րդ օրը, Արարատ Միրզոյանը և Ալիսոն Հուքերն արձանագրել են համաձայնությունների իրականացման ուղղությամբ այս ընթացքում առկա առաջընթացը, ինչպես նաև անելիքները։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ևս Ալիսոն Հուքերի հետ քննարկել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արբեն Գրիգորյանը և Ալիսոն Հուքերը Հարավային Կովկասում հաստատված խաղաղությունը գնահատել են որպես պատմական ձեռքբերում։ Գրիգորյանն առանձնացրել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և ուղիղ ավիաթռիչքների հաստատման անհրաժեշտությունը։ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալն այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Աննա Զախարյան, լուրեր։